Տիկին Ստեփանյան այսօր առավոտից խուզարկություններ են տեղի ունենում Քոչարյանի եւ նրա որդիների տանը եւ հետո պարզվեց, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սեդրակ Քոչարյանը հակակոռուպցիոն դատարանում են։ Ինչ կասեք այս առումով։ Նախ ինձ համար ամենազավեշտալին այն է, որ այս գործի շրջանակում քրեական հետապնդում են իրականացնում երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ վարչապետ։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է այսպիսի գործողություններ իրականացնել, դե ինքը արդեն 8 տարի իշխանության է եւ երբ նեղն են գնում, ժողովրդին ասում է թալանը հետ են բերելու։ Մենք տեսել ենք 1-2 դղյակներ է հետ բերել հյուրանոց եւ դրանք ուղղակի օրինակ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ունևորներից դրանք հանգիստ անցել են Նիկոլ Փաշինյանի ունևորների ձեռքը։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը այդպես ուզում է իսկապես հետ բերի, ինչի այդ Նարեկ Սարգսյանն է, կարծեմ, հա, այդ 8 խանութների տերը, թող մի հատ հլը քնչականին այդպիսի մի հրահանգ իջեցնի, տեսնեն որտեղից եկավ հանկարծակի այսպես իջավ ու դարձավ այդպես ունևոր։ Քաղաք հիմա ինչին կպնում ես, ասում են Նարեկինն է, որը մատնացույց ես անում, ասում են Նարեկին է։ Իսկ իրականում ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հիմա փորձում է փող աշխատել։ Շատ փողը երբեք իրեն չի խանգարել եւ ինքը տնտեսության վերաբաշխում է անում։ Կարծիք կա, ասում են, որ 3 ազգային ժողովում, երբ որ Լևոն Քոչարյանը եւ Նիկոլ Փաշինյանը իրար հետ ունեցել են կոշտ բանավեճ, որտեղ որ Լևոն Քոչարյանը ասել է, որ ժողովուրդը ասում է ինչի եք այդ պիղծ մարդուն ընդունում ազգային ժողով, եթե ճիշտ եմ, հա, բանանում, հիշում, ասում են դրանից հետո է հենց Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ամբիոնից ուղիղ հրահանգ տվել իրավապահներին։ Ես այդպես չեմ կարծում, ես ընդհակառակը կարծում եմ, որ Լևոն Քոչարյանը գիտեր, որ Ալֆա ջոկատը մտնելու է եւ իրենց տուն եւ իր հայրական տուն, դրա համար էլ այդ հայտարարությունը արեց, որովհետեւ միևնույն է գիտեր, որ մտնելու են։ Այսպիսի սցենարներ Նիկոլ Փաշինյանը շատ է կրկնել եւ դեռ կրկնելու է, որովհետեւ արժեվում նաեւ Նիկոլ Փաշինյանը կարևոր գործողություններ ունի անելու, Տիգրան հանձնումն է, որը շատ վտանգավոր է մեր երկրի համար, անվտանգային եւ ռազմավարական առումով, չի բացառվում, որ Տիգրան Աշենը հանձնելուց հետո որպես անկլավ Ադրբեջանին լինի Սյունիքի անջատումը Հայաստանից, դրա համար Նիկոլ Փաշինյանը եւ այս պահին ժողովրդի ուշադրությունը բերում է դեպի այս իբր իր ասած թալանը հետ բերելուն եւ երկրորդ Նիկոլ Փաշինյանը այո հիմա տնտեսության վերաբաշխում է անում։ Հետո գիտեք, այստեղ մի կարևոր բան էլ կա, հիմա ազգային ժողովում արդեն Ռոբերտ Քոչարյանի խմբակցությունը այլևս մեծամասնություն չի։ Իսկ փոքրերին կուլ տալը Նիկոլ Փաշինյանի գործելավոճերից մեկն է։ Մենք տեսանք Գագիկ Ծառուկյանին ինչպես փոշիացրեց, կարող է այդպես եւ փոշիացնել այս խմբակցությանը Ռոբերտ Քոչարյանին։ Բայց ես կարծում եմ, որ նաև մեկ այլ դրվագով Նիկոլ Փաշինյանը այս քայլը արեց, որովհետև Նիկոլ Փաշինյանի ազգային ժողով ներկայացրած կառավարության ծրագիրը դա մի քանի երկրի մարտավարական ու ռազմավարական ծրագիր էր բացառությամբ Հայաստանից, որովհետև այս ծրագիրը որևէ պարագայում Հայաստանի շահերից չէր ելնում, սկսած սահմանադրության փոփոխությունից, սահմանազատումից, տնտեսական աճից, բանակի մասով արված ծրագրում դրույթներից որևէ պարագայում սա մեր շահերից չէր բխում եւ գիտեր, որ իր կառավարության ծրագիրը ազգային ժողովում նաև այսպես մեծ աժիոտաժի կարող է ենթարկվել, կարող է ելույթներ, օրինակ ես այսօր լսում էի Մեսրոպ Մանուկյանի ելույթը, զարմացած էի, էլի, այդ ինչպես է Նիկոլ Փաշինյանը տեսնում է մյուսի թալանը, բայց չի տեսնում Տիգրան Ավինյանի թալանը։ Մեսրոպ Մանուկյանը 5 րոպե թվարկում էր, թե Տիգրան Ավինյանը ինչքան ապօրինություններ է արել, բա ինչ է, դա չի տեսնում, թե դա իրենք են։ Այդ դրա համար եմ ասում, որ հիմա Նիկոլ Փաշինյանը գնում է տնտեսության վերաբաշխման, նախկինների թալանածը հիմա ինքն է թալանում, հետո կգան ուրիշները, ասում է գողը գողից գողացավ, Աստված վերից զարմացավ։ Շնորհակալ եմ։